բնակարանների, առանձնատների, թաունհաուսների, ամառանոցների այնքան մեծ տեսականի կա եւ այնպիսի առաջարկներ կան, որ մարդիկ շատ ժամանակ խճճվում են եւ չեն հասկանում, թե որտեղ պետք է գտնել բնակարան, որտեղ պետք է բնակվել, ինչպիսին պիտի լինի այն թաղամասը, որտեղ ուզում են ապրել եւ որտեղ կարող են երջանիկ լինել։ Այս հանդիպումների ընթացքում ես կփորձեմ ձեզ պատմել ամենատարբեր նախագծերի մասին եւ վստահ եմ, որ այս հանդիպումների արդյունքում դուք կգտնեք ձեր երազանքի բնակարանը։ Այսօր զրուցելու եմ Metrum Invest ընկերության տնօրեն Արման Մելքոնյանի հետ։ Խոսելու ենք Eden Park-ի մասին, որը գտնվում է հենց իմ ետևում։ Արման ջան, շատ շնորհակալություն, որ համաձայնեցիք ինձ հետ զրուցել Eden Park-ի մասին, բայց մինչ Eden Park-ին անդրադառնալը ես կուզենայի մի փոքր խոսեինք Metrum Invest ընկերության մասին, որովհետև այսօր մենք գիտենք, որ գնորդը բավականին գրագետ է դարձել եւ կարեւոր է ոչ միայն որտեղ է բնակարան գնում, այլ նաեւ ինչ ընկերությունից է գնում։ Առհասարակ Metrum Invest-ի փիլիսոփայությունը ինչպիսին է եւ ինչու է պետք հենց Metrum Invest-ի հետ կնքել պայմանագրեր։ Շնորհակալություն հրավերի համար, Հերմինե ջան։ Ես կուզեմ պատմեմ Metrum Invest-ի սկիզբը, որտեղից է սկսվել եւ ոնց է սկիզբ առել։ Metrum Invest-ը հիմնադիրների հետ մենք հավաքվեցինք եւ որոշեցինք ստեղծել մի շինարարական, այսինքն կառուցապատող ընկերություն, որը կփոխի այսօրվա իրականության մեջ բնակարանների որակի պատկերացումները Եվ արդեն տարիներ շարունակ մենք մեր գնորդներին որակյալ ծառայություններ ենք մատուցում, բնակարաններ ենք կառուցում, շենքեր ենք կառուցում եւ հանձնում մարդկանց։ Metrum Invest-ը այս պահին իրականացնում է 9 պրոյեկտ, որոնցից արդեն 2-ը հանձնել ենք շահագործման, այսինքն ավարտական ակտերը ստացել ենք, հանձնել ենք արդեն Եվս մեկ պրոյեկտ հանձնելու ենք այս ամիս եւ այս տարվա մեջ եւս նախատեսվում է 3 պրոյեկտ հանձնելու։ Այսինքն մեր այս տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքները տեսնելու ենք հիմնականում այս տարվա ընթացքում։ Եվ մեր համար ամենակարևոր գործոնը նա է, որ մեր հաճախորդները, մեր բնակիչները, այսպես ասած, լինեն գոհ հաճախորդ։ Մենք շատ մեծ ուշադրություն դարձնում ենք որակի վրա։ Մեր մոտ որակը մի քանի շերտով հսկվում է։ Նախ, քանի որ մենք իհարկե աշխատում ենք շուկայի լավագույն լիցենզավորված կազմակերպությունների հետ, ովքեր իրականացնում են տեխնիկական հսկողությունը, բացի դրանից մենք ունենք մեծ թիմ աշխատանքային անձամբ մեր աշխատակիցները, ովքեր նաև հսկողություն իրականացնում անմիջապես շինհրապարակում ամբողջ օրվա ընթացքում ամբողջական աշխատանքային ռեժիմով ներկա գտնվելով այդ ամբողջ պրոցեսներին, նաև ունենք մեր վերահսկողական նաև թիմը, ովքեր շրջում են, պտտվում են բոլոր մեր շինհրապարակներով եւ հսկում են նաև մեր աշխատակիցներին։ Ինչի արդյունքում ունենում ենք մի քանի շերտանի հսկողություն, ինչի արդյունքում ապահովում ենք բարձր որակ։ Եվ փառք Աստծո, այս տարիների ընթացքում Metrum Invest-ը արդեն հսկայական մեծ հաճախորդների բանակ է ձեռք բերել, անկեղծ լինեմ, որ մեր գնորդների մեծամասնությունը արդեն շղթայական ռեակցիայի պես է ավելանում, այսինքն բարեկամ, ընկեր, հարևան, մի խոսքով այն մարդը, որ մեր մոտից տուն գնել է, հաստատ խորհուրդ տվել է իր ընկերոջը, իր բարեկամին, իր ծանոթին, որ գիտես ինչ չես պատկերացնում, պետքա գնանք մի հատ էլ դու գնես, որովհետև ժողովուրդը արտակարգ սպասարկումը, բարձրակարգ որակը տեղը մի խոսքով անձնական փորձի վրա խորհուրդ տալը միշտ ամենահարմարն է եւ ազնիվը իհարկե։ Այո, մենք իրականում ինչ որ նորամուծություններ, չգիտեմ, ինչ որ մենք եղել ենք անկեղծ մեր հաճախորդի հետ ամեն հարցում, խոսել ենք անկեղծ, պարզ, թափանցիկ, ամեն ինչ բաց է մեր մոտ, անգամ մեր մոտ ամեն ամսվա կտրվածքով մենք ունենք վիդեո հաշվետվություն, այո, հաշվետվություն, մեր մոտ անգամ ամեն ամսվա կտրվածքով վիդեո հաշվետվություն ենք ներկայացնում բոլոր մեր հաճախորդներին։ Մենք ունենք
այսպես ասած ալիք, որտեղ տեղադրում ենք ամեն ամսվա հաշվետվությունը եւ բոլոր մեր հաճախորդները տեսնում են թե մեկ ամսվա ընթացքում ինչ փոփոխություններ է եղել տվյալ շինհրապարակում, այսինքն ամեն ինչ թափանցիկ է։ Խոսքը բոլոր նախագծերի մասին է, չէ՞, որ Metro Invest-ը իրականացնում է։ Բոլոր նախագծերն է վերաբերվում, ինչի արդյունքում վստահություն ձեռք ենք բերել, ինչի արդյունքում մարդիկ մեր մասին խոսում են եւ ինձ թվում է դա ոչ թե պետք է մենք ասենք, ինձ թվում է դա մեր հաճախորդները, մեր գնորդների այդ մեծ բանակը եւ նաեւ մենք շատ շնորհակալ ենք մեր գնորդներից, ուզում եմ նաեւ այս առիթը բաց թողեմ հարգանքը իմ շնորհակալությունը հայտնեմ մեր գնորդներին, որ մեծ վստահություն են մեզ ցուցաբերել եւ մենք ամենայն պատասխանատվությամբ անում ենք ամեն ինչ, որ իրենց չհիասթափեցնենք։ Արման, այս հանդիպման ընթացքում ես ուզում եմ հնարավորինս մենք ներկայացնենք Eden Park-ը։ Մի նախագիծ, որը ինձ ապշեցրեց իր մասշտաբով եւ իր մարդակենտրոնությամբ։ Իսկապես, երբ փորձում ես այդ Eden բառի ամբողջ իմաստը հասկանալ, հասկանում ես, որ մի դրախտավայր ենք փաստորեն փորձում մարդկանց տալ եւ մի կյանք, որտեղ կարող են հնարավորինս խաղաղ եւ երջանիկ ապրել։ Եկեք ներկայացնենք իրար հետ Eden Park-ը։ Շատ լավ, Էմնե ջան, տեսեք, Eden Park-ը մենք սկսել ենք նախագծել շատ հայտնի եւ շատ բարձրակարգ մի ճարտարապետական ստուդիոյի հետ, տարբերակ ճարտարապետական ստուդիոն է նախագծել մեր Eden Park-ը։ Նաեւ այս անունը պատահական չի եղել, անգամ անունի ընտրությունը եւս եղել է շուկայի մեր լավագույն ընկերությունների հետ մենք համագործակցել ենք, բրենդինգ ենք արել, որի արդյունքում եղել է այս հետաքրքիր անվանումը, որը որ շատ սիրվել է մեր ժողովրդի կողմից։ Ընդհանուր կոնցեպտի գաղափարախոսությունը իհարկե մեր հիմնադիրները, տնօրենների խորհուրդը ձևակերպել է, այսպեսի խնդիր է դրել մեր ճարտարապետների առաջ, որ ուզում ենք լինի քաղաքին մոտ, կարելի ասել Երևան քաղաք, առաջիկայում ինքը դառնալու է Երևան քաղաք եւ շատ հին ժամանակներում եւս եղել է Երևան քաղաք։ Հիմա ինքը Երևանից ընդամենը 800 մետր է հեռավորությունը, այսինքն Ավանի Բաբաջանյան փողոցից կարելի ասել 2 կանգառ է ընդամենը բարձր եւ նաեւ ունենք շատ բարձր դիրք, շատ սիրուն տեսարան, մաքուր օդ եւ այդ ամեն ինչի մեջ նաեւ մեր առաջարկը ինչու՞մն է եղել, որ ունենանք շատ կանաչապատ տարածք, որ ունենանք շնչելու օդ, քանի որ այսօր Երևանում կառուցապատումը շատ խիտ է եւ մարդիկ, երբ որ բնակարան դուրս են գալիս, իրենց շենքից դուրս են գալիս, արդեն իսկ խաղալու հրապարակի խնդիր կա, մեքենաների կանգառման խնդիր կա, մաքուր օդի խնդիր կա, տեսարանի խնդիր կա, մի խոսքով բոլոր հարցերի լուծումները ուզեցել ենք մենք ստեղ ստանանք եւ արդյունքում մենք ունեցանք այս 12-13 հեկտար, այսինքն 120-ից 130 հազար քառակուսի մետրի վրա մենք ունեցել ենք կառուցապատման չնչին 20-ից 22% կառուցապատման տոկոս եւ ունենք մոտ 70-ից 80 հազար քառակուսի կանաչապատ մակերես, ինչը շատ յուրահատուկ է մեր հայաստանյան իրականության մեջ։ Այո։ Եվ այդ ամեն ինչը նաեւ դուր է եկել մեր հաճախորդին։ Ես նույնիսկ տեղեկացա, ներողություն ընդհատում, ես նույնիսկ իմացա, որ նախնական տարբերակում շենքերի քանակը մի փոքր ավելի շատ էր, քան այն, ինչ որ իրականում լինելու է։ Այո, շենքերը Ինչու այդպես։ Շենքերը պակասել են, շենքերի նաև հարկայնությունն է պակասել։ Մենք արդեն իսկ որոշակի փորձ ունենալով եւ որոշակի հարցումներ իրականացնելով հասկացանք, որ իրականում մարդկանց ցածրակ բնակարանները շատ ավելի դուր են գալիս։ Անշուշտ։ Եվ այդ իսկ պատճառով եւ շենքերի հարկայնությունը կրճատվեց եւ շենքերի քանակը կրճատվեց, որպեսզի ունենանք կանաչապատ տարածքներ, ունենանք ազատ օդ, որ մարդը իր պատուհանից դուրս նայելուց ոչ թե շենքին տեսնի անմիջապես, այլ տարածություն լինի, ինչի համար մեր շենքերի դիրքերը նաև գեյմպլանը, այսպես ասած, երբ որ մենք կառուցում ենք, ամեն ինչ հաշվի առնեցվել շատ, մանրակրկիտ աշխատանք է տարվել, հյուսիս, հարավ, շենքերի դիրքը ոնց կարելի է տեղադիրքը դնել, որպեսզի բնակարանները հիմնականում լինեն արևկող, որպեսզի բնակարաններում առնվազն 2 ժամ անընդմեջ արև լինի եւ այս ամենի ընթացքում ստացանք մի հետաքրքիր նախագիծ,
Ընդհանրապես մեր ճարտարապետների մեջ կային այդ թիմի մեջ կային մարդիկ, ովքեր եվրոպակրթվել են, եվրոպական ճարտարապետություն գիտեն եւ այլ եւ առաջարկ եղավ, որ մի քիչ ուրախ թաղամաս լինի, որտեղ մեր մոտ կա շենքեր, գունավոր շենքեր ունենք, տարբեր գույների, տարբեր ճարտարապետություն կա այս թաղամասում, ինչի արդյունքում ստացանք Էդեն պարկը, որը շատ սիրվեց մեր ժողովրդի, մեր հաճախորդների կողմից եւ այսօր մենք փուլ առ փուլ բացում ենք մեր կտորները, ամրագրում ենք անում, վաճառք ենք իրականացնում։ Մինչ վաճառքին անդրադառնալը մի քանի տեխնիկական հարց, որ վստահ եմ այն հաճախորդներին, ովքեր նախկինում փորձ չեն ունեցել կամ դեռ չունեն բնակարան Էդեն պարկում, կհետաքրքրի։ Նախ խոսեցինք, որ շենքերը պակասեցրել ենք, բայց քանի շենք է ընդհանուր առմամբ Եվ հարկայնությունը ասացինք, որ նույնպես նվազեցրել է։ Քանի շենք է, քանի հարկ։ Հերմե ջան, շենքերի քանակի հետ կապված տեսեք, մենք հայտարարել ենք, որ ունենք 23 շենք։ Իրականում այդտեղ հարց կա կոնստրուկտորական, այսինքն երբ որ կոնստրուկտորին մենք հարցնում ենք մեր շենքերի քանակը, ինքը լրիվ ուրիշ թիվ ասում, որ ճարտարապետությամբ ենք նայում, վիզուալ այսպես ասած, լրիվ ուրիշ քանակ է։ Ինչի արդյունքում շատ ժամանակ այդ հարցի վերաբերյալ ունենում ենք մի քիչ, այսպես ասած, կոնֆլիկտ։ Չասեմ կոնֆլիկտ, բայց բանավեճ քննարկում առաջանում, բա ասում են 23, բայց որովհետև հիմա օրինակ շենք կա, հիմա մեր շենքերի մեջ շենք կա, որ կանգնած է, երբ որ դուք կանգնեք վիզուալ նայեք, տեսնեք որ մի հատ սիրուն շենք է, մի քիչ չափերով երկար, մեծ շենք է։ Բայց իրականում կոնստրուկտորական առումով ինքը երկու շենքից է բաղկացած։ Դրա համար ես մի քիչ չեմ ուզենա հստակ շենքերի քանակ ասեմ, որտեղ այդտեղ հարց կա։ Հասկանալի է, հասկանալի է, այսինքն եթե ճիշտ եմ ընկալում, ապա կան շենքեր, որոնք թվում է թե մեկ շենք են վիզուալ իմաստով, բայց երբ արդեն խորանում ես կոնստրուկցիայի մեջ, հասկանում ես երկու։ Սա այդքան կարևոր չէ, որովհետև չեմ կարծում, որ մարդը, որ պատրաստվում է բնակվել այդ թաղամասում, հստակ իր համար կարևոր է 8-ի եւ 9-ի տարբերությունը։ 8-ի եւ 20-ի տարբերությունը կա իհարկե, բայց այն 1-2-ի տարբերությունը չկա իհարկե։ Բնակարանների մակերեսները, ինչ մակերեսով բնակարաններ ենք առաջարկում Էդեն պարկում։ Տեսեք, Էդեն պարկը, երբ որ նախագծում էինք, իրականում մենք ոնց պատկերացրել էինք, այդպես էլ եղավ, այսինքն մեր մոտ հիմնական գնորդները այն մարդիկ են, ովքեր գնում են իրենց առաջի բնակարանակյանքում։ Դա շատ օրինակ հետաքրքիր ու շատ դրական էմոցիաներ է տալի մեզ, ասեմ ձեզ ինչի համար, որտեղ մենք ունենք նաև կոմերցիոն գույքեր, ունենք անտառայինում, պրեմիում դասի շենքեր եւ այլ, այդ գույքերը երբ որ մենք վաճառում ենք, անկեղծ գնում են մարդիկ, ովքեր մեծ հնարավորություններ տեր են, ունեն 2, 3, 5, 6 բնակարան, եւս մեկ հատ գնում են։ Դա անտառայինի թաղամասերի մասին։ Այո, անտառային նախագծերին է վերաբերվում, կամ օրինակ ունենք մենք Կոտայքի մարզում Ծաղկաձոր պարկ ապարտ հոթելը, որը նույնպես ներդրումային գույք է, մարդիկ գնում են եւ դա իրանց միակ գույքը չի, դա գնում են, որպեսզի գումար վաստակեն եւ լավ ներդրում է, որպեսզի իրանց գումարը ել ավելի շատ փող աշխատի իրանց համար, բայց Էդեն պարկի գնորդների մեծամասնությունը այն մարդիկ են, ովքեր իրոք առաջնական բնակարան են գնում։ Շատ հուզիչ է։ Մարդիկ հուզվում են, ոգևորվում են, մենք ավելի շատ ենք այդ ամենից ոգևորվում եւ մենք որոշեցինք, որ մակերեսները պետք է լինեն հիմնականում շատ երկու սենյականոց բնակարաններ։ Երկու սենյականոց բնակարանները մեր մոտ սկսում են 48-50 քառակուսուց մինչև 63-64 քառակուսի ունենք երկու սենյակներ։ Նաև ունենք 3 սենյականոց բնակարաններ 64-ից 70 քառակուսի։ Իհարկե այդ բնակարանը շատ ամենապահանջվածն է ստացվել մեր մոտ։ Այդ մակերեսով բնակարանը դժվար է ստանալ, որ 64-ից 70 քառակուսի լինի եւ լինի 3 սենյակ։ Որպես կանոն շենքերում այդպիսի բնակարանները քիչ են լինում, որովհետև իրանք անկյունային դիրք պետք է ունենան եւ այլ եւ այլ։ Հետեւաբար այդ բնակարանների քանակը քիչ է լինում։ Եվ մեր մոտ ամենաշուտ վաճառվում են այդ մակերեսով եւ 3 սենյականոց բնակարան, այսինքն 64-ից մինչեւ 70 քառակուսի մակերես ունեցող, բայց 3 սենյականոց բնակարաններ։ Ես վստահ եմ, որ շատ-շատերը սպասում են ամենակարևոր հարցին։ Որքան արժե մեկ քառակուսի մետր Էդեն պարկում։ Ասեմ ձեզ, տեսեք Հերմե ջան, մենք ի սկզբանե ոնց որ սկսել ենք մեր Էդեն պարկի վաճառքը, մենք մեր, այսպես ասած, հրապարակած արժեքները եւ
մեր գաղափարախոսությունը, մեր գնային քաղաքականությունը չենք փոխել, մեր գնային քաղաքականությունը սկսել է 350,000 դրամից։ Եվ մեր մոտ այս պահին եւս սկսվում են գները 350,000 դրամից մինչև 420-430,000 դրամ։ Ունենք նաև վերջի հարկեր, որոնք ավելի թանկ են։ Բնականաբար բնակարանների գները ձևավորվում է հարկից, դիրքից եւ այլ պարամետրերից, էլի, այսինքն փոքր մակերեսա, մեծ մակերեսա, արևկողա, բարձր հարկա, բոլոր պարամետրերը հաշվի առնելով գինը մենք դնում ենք եւ մեր հաճախորդները հասկանում են, որ այս բնակարանի արժեքը բնականաբար պետք է ավելի բարձր լինի, քան մյուս բնակարանը եւ այլ։ Այսինքն արդար է ամեն ինչ։ Հա, հետաքրքիր է, որ իմանալով շուկայի գները, հասկանում ես, որ սա թերևս այն եզակի նախագծերից է, որտեղ թիվը հնչում է քիչ թե շատ խելքի մոտ։ Եվ հասկանում ես, որ կարող ես երազել սրա մասին։ Այսինքն ոչ թե կարող ես երազել, այլ կարող ես քեզ թույլ տալ։ Ես ուզում եմ իմանալ, այդ մարդը վճարում է այդ գինը, գնում է բնակարանը, այսօր միայն բնակարան գնելը քիչ է։ Մարդը ուզում է նաև իր կյանքը լինի բարեկեցիկ նաև իր տան պատերից դուրս։ Ինչ է ստանում մարդը քառակուսի մետրը պայմանական 350,000 դրամ վճարելու պարագայում։ Այո։ Էմրե ջան, այո, մենք ինչ ենք մեր թաղամասի գաղափարի մեջ նաև ինչ ենք մենք դրել։ Մեր թաղամասը ինքը ապրելակերպ է, մենք նաև մարդկանց առաջարկում ենք լավ ապրելակերպ։ Կյանքի որակը ուզում ենք, որ ավելի բարձր լինի, եւ այդ ամենը ոնց ենք մենք կազմակերպել Էդեն պարկում։ Էդեն պարկում մենք ունենք շատ, ասեցի արդեն, շատ կանաչապատ տարածք, այսինքն երեխաները խաղան, բակային հատվածներ, օդ, մաքուր օդ, ծառեր, ունենք լճակ, ունենք վազք, այո, լճակ ունենք, մենք հատուկ, այո, ունենք վազք հողիներ, ունենք փոքրիկ նաև սպորտային տարբեր տեղամասեր, բայց նաև ունենք մենք կոնկրետ հստակ ունենք սպորտ համալիր հատուկ նախատեսված։ Ինչի համար ենք այդ սպորտ համալիր դրեք, այդտեղ լինելու է լողավազան, լինելու է ֆուտբոլի դաշտ, լինելու է թենիս, տարբեր սպորտային միջոցառումներ են այնտեղ անցկացվելու եւ այդ ամենը նրա համար է, որ մարդը երբ որ բնակվում է այս թաղամասում, շատ ժամանակ այսօր խնդիրը ժամանակի մեջ է, որ մարդիկ չեն հասնում սպորտով զբաղվեն եւ այլ, բայց երբ որ մարդը գիտի, որ իր տնից ընդամենը ոտքով կարող է 5 րոպե կամ 2 րոպե քայլուց հետո, ասենք, սպորտով զբաղվել եւ այլ, արդեն իսկ դա փոխում է իր կյանքի որակը։ Ինքնաբավ է թաղամասը ինքն իրենով եւ կարելի է բացարձակ դուրս չգալ եւ ամեն ինչ կարողանալ կազմակերպել։ Ամեն ինչի մասին շատ հետաքրքիր է խոսելը, բայց իմ ուշադրությունը գրավեց լճակը, հատկապես որ ես տարածքում շրջել եմ եւ լճակ չեմ տեսել, Արման ջան։ Ինչպես ենք այս հարցը լուծելու։ Տեսեք, մենք մեր թաղամասի սկզբնական հատվածում ունենք լճակ, որը արհեստական է լինելու, կառուցելու ենք, ինքը համակարգ է լինելու, որտեղ նոր տեխնոլոգիաներ են կիրառելու, ջուրը այդտեղ պտտվելու է, ֆիլտրվելու է եւ մեր բնակիչները օգտվելու են այդ գեղեցիկ տեսարանից, այդ լճակի իհարկե բարեկարգ լճակ է լինելու, այնտեղ լինելու է նաեւ ջեմուղիներ, մարդիկ քայլելու են, նստելու են եւ վայելելու են այդ թաղամասը։ Նաև ունենք կոմերցիոն տարածքներ, որտեղ լինելու են սուպերմարկետներ, տարբեր տեսակի եւ այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է մարդու լիարժեք կյանքը կազմակերպելու համար։ Այսինքն մարդը այս թաղամասից երբ որ ուզենա, որովհետեւ գնում կատարել, մի խոսքով ամեն ինչ լինելու է շատ հասանելի։ Թաղամասը բավականին մեծ է եւ վստահաբար դուք արդեն գիտեք միջինում քանի հոգի է բնակվելու թաղամասում։ Արդյոք ունեք ուսումնասիրություն այն բիզնեսների համար, ովքեր որ կցանկանան թաղամասում ունենալ օրինակ մասնավոր մանկապարտեզ, մասնավոր դպրոց, կլինիկաներ, արդյոք ձեռնտու է լինելու բիզնեսի մարդկանց համար ներդրումներ անել հենց այս թաղամասում։ Տեսեք, իհարկե այո, հիմա ավելի մանրամասն ասեմ, մենք Հեմնե ջան ահագին հսկայական մեծ տարածքներ ունենք, կոմերցիոն հատվածներ ունենք, նախատեսած, կառուցած,
ինչը որ ծառայելու հենց ձեր ասած մանկապարտեզի, նաև ինչի՞ չէ մասնավոր դպրոցներ կարող են լինել, այսինքն կարող է բիզնեսը գալ, ներդրում կատարել, նաև վարձակալել, կարող է գնել, շատ տարբեր սիտուացիաներ կարող են լինել։ Մարդկանց բնակչության թվով ասեմ, որ մենք այստեղ այս մեր թաղամասում մոտավորապես ասեմ 2200 բնակարանի մասին ենք խոսում եւ մեր պատկերացմամբ այս բնակարանների քանակից ելնելով մենք ենթադրում ենք, որ այստեղ 7-ից 8000 բնակիչ ենք ունենալու այս թաղամասում։ Հիմա ես համեմատության կարգով կարող եմ ասել, որ օրինակ մեր Ապարան քաղաքում, ես ծնունդով Ապարանից եմ, մեր Ապարան քաղաքում մոտավոր այդ բնակչությամբ այդ քանակի բնակչություն ապրում եւ ինչ զարգացած քաղաք, ինչ ինֆրաստրուկտուրայով հարուստ եւ այլ եւ հետեւաբար ուզում եմ ասեմ, որ այս թաղամասը ինքը փոքրիկ քաղաք է, որը իր մեջ ունենալու է բոլոր իր ատրիբուտները, նաեւ կոմերցիոն հատվածները, ինչու՞ չէ նաեւ սրճարաններ, ինչու՞ չէ նաեւ ժամանցի վայրեր, ուզում եմ ասեմ, այդ բնակչության քանակը ինքնստիքյան ամեն ինչ ստեղծելու է այդտեղ։ Լինելու են եւ հետաքրքիր մտքի տեր մարդիկ, ովքեր նաեւ ստեղծելու են հետաքրքիր լուծումներ են տալու, ուզում եմ ասեմ, բիզնեսը շատ արագ զարգանալու է այստեղ։ Այս ամենը ուսումնասիրում եմ եւ միանգամից պատկերացնում եմ, որ թաղամասը հատուկ նախատեսված է ընտանիքների համար։ Նախատեսված է այն ընտանիքների համար, ովքեր պետք է ուղղակի տեղափոխեն իրենց կյանքը ավելի բարեկեցիկ մի թաղամաս, մի տարածություն, որը նրանց հնարավորություն կտա հանգիստ ապրել, ստեղծագործել, աշխատել եւ այդ ամենը Երևանին շատ մոտ։ Ճիշտ են զգացողություններս։ Հերմի ջան, շատ ճիշտ է, մենք Էդեն պարկում ուզում ենք ստանանք բարեկեցիկ միջավայր, որպեսզի մարդիկ ապրելուց իրոք հաճույք ստանան։ Այսօր ամենակարևոր բանը մեր տունն է, մեր բնակարանն է, երբ որ աշխատանքից հետո գնում ես տուն, ուզում ես լիարժեք հանգստանաս։ Դրա համար քեզ պետք է, որ քո անկյունը բացի քո ներքին տան, նաև արտաքին էլ պետք է քեզ դուր գա, պետք է դու նաև սկսած այն ամենասկզբի վարքյանից պետքա կոմֆորտի մեջ լինես, որ քեզ լավ զգաս։ Օրինակ, երբ որ դու գալիս ես ավտոկայանատեղի, արդեն մեքենատ կանգնացնում ես, բարձրանում ես տուն, այսօր գնում ես, ասենք օրինակ տուն, բայց մեքենայի տեղ չկա կանգնելու, պատտվում ես, չես կարող կանգնացնես եւ այլ ներվային անում ես, բան։ Այդ տուն էլ չես ուզում գալ։ Արդեն իսկ օրդ հոգնած եկես եւ այդ ամենը շատ անդրադառնում է մարդու հանգստանալու միջավայրի վրա, ինչի արդյունքում մարդիկ կարան օրվա վերջում ման գան իրենց զույգերով, քայլեն, այսինքն տարածություն եւ խցանումներով չիջնեն քաղաքի կենտրոն։ Դուք շատ լավ հարց բարձրացրեցիք ավտոկայանատեղի։ Ինչպես է այս հարցը լուծված։ Մեր բոլոր շենքերը ունեն կայանատեղիներ, 1 հարկ եւ 2 հարկ։ Մեր բնակիչները ձեռք են բերում բնակարաններ, նաեւ կայանատեղիներ, որպես կանոն բնակիչները մեր ավտոկայանատեղիները թողում են վերջում, այսինքն սկզբից բնակարանը գնում են, ինչ-որ ժամանակ հետո գալիս են ավտոկայանատեղին են գնում, բայց ավտոկայանատեղիները դե որպես կանոն չի կարա բոլորին հասանել լինել, այսինքն իրանք քանակով շատ չասել, բայց որոշակի քիչ են, քան բնակարանների քանակը։ Դրա համար էլի օգտվելով առիթից, ովքեր դեռ չեն գնել ավտոկայանատեղի, թող գնեն, որովհետև հետո չի լինելու, չեն հասցնելու։ Ունենք գնառաջարկ։ Իհարկե ունենք, կարող են մոտենալ մեր գրասենյակ, Վերնանտարային 136/3 կամ անմիջապես Արինջ թաղամասում մեր Էդեն պարկում մենք ունենք մեր գլխավոր գրասենյակներից մեկը, մեծ մակետով, կարող են մոտենալ, մենք ամեն ինչ ցույց կտանք, կբացատրենք։ Ամենակարևոր եւ հուզող հարցերից մեկը՝ եկամտահար ունենք թե չունենք Էդեն պարկի համար։ Էդեն պարկը առաջին իսկ բնակարանից սկսած ունեցել է եկամտահարկ եւ եկամտահարկի օրենքը գործում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 30-ը ընկած հատվածը։ Այսինքն ովքեր մինչեւ դեկտեմբերի 30-ը ձեռք բերեցին բնակարան Էդեն պարկից, նշանակում է եկամտահարկի արկը գործելու է իրենց համար։ 10 տարով կլինի իրենց հիպոթեկը, թե 20 տարով դա գործելու է 10 տարի կամ 20 տարի։ Հիմա մի քիչ ավելի մանրամասնեմ եկամտահարկի գոյությունը ընդհանրապես ոնց ազդել մեր ժողովրդի գնողունակության վրա։ Արդեն իսկ մենք ասացինք, որ մեր բնակարանների արժեքը 350,000-ից է սկսում։ Եվ այս դեպքում, երբ որ եկամտահարկը գործում է, բնականաբար շատ հեշտանում է ձեռք բերելը բնակարան։
Պատկերացրեք մեր գործընկեր բանկը, Ամիրա բանկն է եւ 10% կանխավճարի դեպքում մարդիկ կարող են ձևակերպել եկամտարկով գործարքը եկամտարկով գնում կատարել։ Եվ եթե միջին օրինակ 300,000 դրամ աշխատավարձ, միջին 300-ից 400,000 դրամ աշխատավարձ ստանում մարդը, հետեւաբար մոտավորապես 80-ից 100,000 դրամ, այսպես ասած, եկամտարկի վերադարձ գոյություն ունի, որ ինքը ամեն երամսյակը մեկ այդ գումարը ետ է ստանում։ Եվ դուրս է գալի, որ մարդը գնում է բնակարան Էդեն պարկից եւ շատ թեթև, շատ հեշտ կարող է այդ ստրեսը տանել։ Օրինակ 10 տարի, 20 տարի առաջ, հիմա ես մի հատ համատություն անեմ, օրինակ երբ որ գնում էին, ասենք, բնակարան $40,000 կամ $50,000 սահմաններում, 10 տարի այդ վարկը փակում էին, 10 տարվա ընթացքում հետ էին տալի բանկին $100,000, սենց դոլարով ասեմ, այսինքն $50,000 տան համար 10 տարվա ընթացքում վճարում էին $100,000։ Այո։ Այսինքն մարդը երկու անգամ ավել էր վճարում այդ հիպոթեկայի վարկը սպասարկելու համար։ Այսօր այդ հնարավորությունը կա, որպեսզի մարդիկ շատ մարդիկ ընդհանրապես տոկոս չեն վճարում, որովհետև իրենց աշխատավարձի եկամտարկը ամբողջությամբ ծածկում է այդ տոկոսները բանկի եւ անգամ այն միջին աշխատավարձ ստացող մարդու համար ինքը չնչին գումարներ է վճարում եւ դա շատ թեթև է անդրադառնում մեր գնորդների համար։ Եվ եկամտարկի գոյությունը այսօր շատ մեծ պահանջարկ է առաջացրել Էդեն պարկում։ Մենք այսօր, քանի որ մի քիչ ավելի Էդեն պարկի մասով երկու բան ասեմ, որը որ չասեցի սկզբնամասում, տեսեք, Էդեն պարկը 12 հեկտարի 120,000 քառակուսու վրա կառուցող թաղամաս է, բայց մենք ի սկզբանե որոշել ենք, որ պետքա բաժանենք տարբեր լոտերի, այսինքն տարբեր կտորների եւ կտոր առ կտոր հանձնելու ենք նաեւ շահագործման։ Օրինակ մենք նաեւ ունենք կտորներ, որ ամեն ինչ ուզում ենք անենք, որ այս տարի նաեւ հանձնենք շահագործման։ Իհարկե մենք ժամկետների մեջ շատ առաջ ենք, ուզում ենք այնպես անենք, որ այս տարի հանձնենք շահագործման։ Ժամկետների մեջ այդպես լինում է, Արման ջան։ Այո, այսինքն արդեն այնքան կանոնակարգված է շինարարությունը, բոլորը գիտեն իրենց անելիքները, հերթականությունները եւ այդ ամենի արդյունքում մենք ստանում ենք ժամկետների մեջ շինավարտ, ժամկետներից շուտ նաեւ եւ դա նաեւ եւս խթան է մարդիկ, որ օգտվեն Մետրում Ինվեստի պրոդուկտներից, գնեն բնակարաններ եւ այլն։ Մեր թաղամասը քանի որ կտորներից է բաղկացած եւ մենք լոտ առ լոտ բացում ենք մեր կտորները, այսպես ասած հիմա մոտ օրերս մենք նոր կտոր ենք բացում, որտեղ երկու շենք է լինելու, նախավաճառքի փուլ ենք սկսելու եւ անգամ նախավաճառքի փուլում մեր մոտ դեռ կատլավանի փուլում, երբ որ հողային աշխատանքը նոր ենք սկսում, արդեն իսկ մեր մոտ 60-ից 70% բնակարանները արդեն վաճառված են լինում, ամրագրված են լինում։ Դա նաեւ խոսում է այն մասին, որ էլի գիննա ճիշտ գին որակհարաբերակցություն կա այստեղ։ Ես կարող եմ ասել նաեւ շատ մատչելի է մեր գինը, եթե իրականում դիտարկենք համարժեք գույքերի, ես կասեմ, որ շատ մատչելի է մեր գինը իրականում մեր տված պրոդուկտի համար, բայց մեր հաճախորդները, մեր գնորդները, մեր բնակիչները գնում են եւ ինչի արդյունքում մենք ունենք այսպիսի վաճառքներ։ Ինչ վիճակում ենք հանձնում բնակարանները եւ արդյոք կա հնարավորություն նախնական նախագծից շեղվելու բնակարանների ներսում ըստ գնորդի եւ բնակչի ցանկության։ Ջան, բնակարանները մենք հանձնում ենք արտաքին լուսամուտները, դռները տեղադրված, արտաքին դուռը դրված, պատերը, այսպես ասած, միջնորմերը շարված, գաճած կամ գիպսոնի տեսվաղով իրականացված, հատակը հարթեցված, ասենց ասեմ, որ պարզ լինի, եվրոպական ստիլով white box են ասում այդ տեսակի բնակարաններին, այսինքն բնակիչը գալիս է, արդեն սկսում է իր վերանորոգման աշխատանքները, շատ բան չի մնում, հոսանքի մոնտաժը եւ արդեն պատերի ներկը եւ այլ, այսինքն դա չնչին, այսինքն այդտեղ ավելի հեշտ է արդեն մնում իրենց վերանորոգման աշխատանքները ահագին թեթև են լինելու արդեն երբ որ white box-ով գնում են բնակարանը։ Բնակարանների հատակագծերի փոփոխություն իրականում թույլ չենք տալիս Հերմե ջան, որովհետև դա շատ բարդ process է, մանավանդ այսօր մեր
քաղաքաշինության օրենքներով արդեն իսկ կամայական փոփոխություն ինքը ենթադրում է ժամանակի կորուստ, խթաբանություն եւ նաեւ մեծ վճարներ, ինչի արդյունքում ի սկզբանե ոնց հաստատվել է նախագիծը, մենք այդպես էլ հանձնում ենք բնակչին։ Ինձ միշտ հետաքրքրում են այն գործընկեր կազմակերպությունները, ովքեր աշխատում են կառուցապատողների հետ, որովհետև շատ ժամանակ նաև հենց այդ անուններն են, որ խոսում են որակի, վստահության մասին։ Էդեն պարկի գործընկերների մասին կուզեի խոսենք։ Շատ լավ, Հերմինե ջան, տեսեք, մենք գործընկերներին իհարկե ընտրում ենք լավագույններից լավագույններին, մեծ ժամանակ ենք ծախսում այդ ընտրության վրա, ոնց ենք ընտրում, կարող եմ այդ պրոցեսը պատմել, քանի որ մեր մոտ շատ ամեն ինչ թափանցիկ է, բնականաբար մենք շուկայի լավագույն օրինակ ինժեներիայով զբաղվող կազմակերպությունների հրավիրում ենք, տալիս ենք մեր պրոյեկտները ու փոքրիկ տենդեր ենք անում, այսպես ասած ունենում ենք գին, որակ, ժամկետներ եւ այլ, ինչի արդյունքում ընտրություն ենք կատարում, թե որ շինարարի հետ մենք գնանք առաջ։ Որպես կանոն ես կարող եմ մեր լավագույն գործընկերների անունները կթվարկեմ, հա, մենք աշխատել ենք մեծաներիկի հետ, այդ կազմակերպությունը շատ հայտնի է իր որակյալ գործերով, նաև ինչու՞ չէ անցած ճանապարհ ունի, Արփա Սևանի հետ ենք աշխատել ենք Բիդեկի հետ, աշխատել ենք Պրոմ գրուպի հետ, աշխատում ենք Էսպահին Լևս ՍՊ-ի հետ եւ շատ շնորհակալ ենք մեծ աշխատանքի եւ բարձր որակի համար։ Տեսեք, այս 5 կազմակերպությունները, որոնց ես թվարկեցի, բոլորը երկաթբետոնե կոնստրուկտիվ մաս իրականացնող կազմակերպություններ են, բայց նաև ունենք ինժեներական աշխատանքներ իրականացնող շատ տարբեր կազմակերպություններ, օրինակ Celsius ընկերությունն է, ով իրականացնում է անմիջապես Էդեն պարկի ինժեներական աշխատանքները, Միդիա ընկերության պաշտոնական ներկայացուցիչներն իրենք Հայաստանում մեծ ներմուծող են, շատ բարձր որակյալ ընկերություն է, բարձր ցուցանիշներ են դրել արդյունքում եւ շատ շնորհակալ ենք նաեւ Celsius-ից իրենց կատարած աշխատանքների, որակյալ աշխատանքների համար։ Ունենք նաեւ երեսպատման աշխատանքներ ենք բնականաբար իրականացնում, նաեւ աշխատում ենք պատուհան արտադրող լավագույն առաջատար ընկերությունների հետ աշխատում ենք Վալան գրուպի, Պրոֆալի, Եվրոստան Ույուտի եւ այլ հայտնի անուններ շուկայում բոլոր շուկայի լավագույն առաջատար ընկերությունների հետ աշխատում ենք։ Ես ասացի, որ մեր համար լավագույն եւ ամենակարևորը մեր գոհ բնակիչներն են եւ մենք ամեն ինչ անում ենք, որ որակը լինի մեր գնից թանկ եւ մեր գինը շատ մատչելի է, բայց մեր որակը շատ թանկ։ Արման, մենք ամեն ինչի մասին խոսեցինք, բայց ամենակարևորը չասացինք, թե ինչ հասցեում ենք գտնվում, որտեղ ենք։ Հերմինե ջան, մենք գտնվում ենք Առինջում, մեր Մկրտչյան փողոցը, մեր թաղամասի դիմացի փողոցն է, Առինջ համայնքի, բայց ինքը Ավանի Բաբաջանյան փողոցից ընդամենը 800 մետր է հեռու։ Դու կարող եք նաև պտտվել եւ տեսնել իմ ետնամասում, այնքան մենք մոտ ենք Ավանին, Ավան թաղամասին, որ անգամ ձեռքով կարող ենք դիպչել Ավանի այստեղից։ Ահա, այստեղ Էդեն պարկն է, այստեղ Ավանն է, բայց արդյոք Էդեն պարկը ֆիզիկական հասցեի մասին է։ Ոչ, բնականաբար մենք Էդեն պարկը համարում ենք որպես միջավայր, ապրելու միջավայր, աշխատելու միջավայր, ստեղծագործելու եւ արարելու միջավայր, ինչու՞ չէ երեխաների համար խաղալու միջավայր, սպորտով զբաղվելու միջավայր։ Մենք ավելի շուտ ստեղծել ենք միջավայր, որտեղ պետք է բարձրացնենք մարդկանց կյանքի որակը, ինչը որ մեր հիմնական գրավականն է եւ կարգախոսն է։ Պետք է մարդիկ Էդեն պարկում իրենց կյանքի որակը փոխեն։
Էդեմ պարկ, ապրելու միջավայր։ Շնորհակալություն Արման ընդգրկուն զրույցի համար։ Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր որ երազում են նոր բնակարան ձեռք բերելու մասին, այս հարցազրույցից հետո իրենց երազանքին շատ ավելի մոտ են կանգնելու, եւ միշտ ես սիրում եմ մարդկանց ուղղորդել, թե այլ որտեղից կարող են ստանալ տեղեկատվություն։ Հիմա եկեք օգնենք եւ ուղղորդենք մարդկանց հասկանալու համար ինչ կրիչներ, ինչ գործիքներ կարող են օգտագործել այլ ավելի շատ ինֆորմացիա ստանալու։ Հերմնետ ջան, մենք ունենք մեր Facebook-յան եւ Instagram-յան էջերը, նաեւ ունենք մեր կայքը metroinvest.am-ը, որտեղ ներկայացված են մեր բոլոր պրոյեկտները։ Կուզենամ նաեւ առիթից ելնելով ասել, որ մենք այս տարիների ընթացքում բնականաբար փորձում ենք անդադ կատարելագործել եւ փոփոխել եւ ստանալ միշտ ավելի լավը, նաեւ մեր կայքը բացառություն չի, մենք փոխել ենք մեր կայքը, այս պահին ստացել ենք ավելի բարձր որակյալ, ավելի հետաքրքիր, ավելի ցիրուն, ավելի մոբայլ եւ ավելի հեշտ օգտագործելի եւ հեշտ հասանելի եւ մարդկանց համար ավելի հեշտ կարող են գտնել իրենց հարցումները եւ ընտրություն կատարել մեր կայքի միջոցով։ Արման, շատ շնորհակալություն զրույցի համար, ամենահաճելին ինձ համար, որ առանձնացրեցի մեր զրույցից, բացի այն, որ բացահայտեցի եւ փորձեցի նաեւ բացահայտել մեզ դիտող մարդկանց համար դա Էդեն պարկ նախագիծներ եւ այն, որ Metrum Invest-ը բավականին մարդակենտրոն նախագծեր է իրականացնում, ինչը շատ հաճելի է։ Եվ ես իմ կողմից կարող եմ ասել, որ ժամանակն է արդեն քաղաքի կենտրոնից փախչելու եւ բնակվելու այնպիսի միջավայրերում, որտեղ բնություն կա եւ բնությանը շատ մոտ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզանից, Հերմնետ ջան, շնորհակալություն շատ։